Կեղծ WhatsApp, Viber հաշվով ստեղծում են ձեր մտերիմ մարդու կրկնօրինակը եւ կապվում ձեզ հետ։ Այստեղից սկսվում է ամբողջ պատմությունը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարունակում է ահազանգել թիրախային հարձակումների մասին։ Ձեր մտերիմի կրկնօրինակը ներկայացնում է, թե ՀԱԱԾ-ն ինչ-որ հետաքննություն է անում, քանի որ Ադրբեջանից գումար են փոխանցել Հայաստան եւ որ ձեր հաշվին նույնպես գումար կա։ Հաջորդ զանգը ստացվում է ենթադրյալ ԱԱԾ-ից։ Խոսում են ռուսերեն, պատճառաբանելով, թե հայ-ադրբեջանական միասնական գործողություն է եւ ամեն ինչ արձանագրելու համար պետք է ռուսերեն խոսել։ Ձեզ վստահեցնում են, որ ամեն ինչ կարգին է, բայց մի պայման կա եւ սկսվում է խաբեության երկրորդ արարը։ Հիմա դուք պետք է համագործակցեք, շտապ ձեր իրական փողերը հանեք ձեր հաշվից ամբողջությամբ ու փոխանցեք տվյալ հաշվին։ ԱԱԾ-ի հատուկ ստեղծված հաշիվը, որ ձեր գումարները փրկենք։ Ինչպես հասկանում եք, փողը տենց գնում կորում։ Նույն խնդրի մասին դեռևս հոկտեմբերի 20-ին ահազանգել էր Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, կիսվելով Սամվել Մարտիրոսյանի նույն զգուշացմամբ։ Հարգելի գործընկերներ, իմ անունից, իմ լուսանկարով, կեղծ WhatsApp համարով կապ են հաստատում ինձ հետ կապված մարդկանց հետ, ոմանց ասում են, որ ԱԱԾ-ն ինչ-որ լուրջ խնդիր է հայտնաբերել, այնուհետև զանգում են, խոսում ռուսերեն, ադրբեջանական ակցենտով, ասում, թե Ադրբեջանից ձեր բանկային հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, թե բա սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, նյութեր են պատրաստում եւ այլն եւ այլն։ Հիմա էլ ԳԿՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է գրառում արել ու հայտնել նմանատիպ խարդախության մասին։ Հարգելի քաղաքացիներ, իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով, օրինակ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվները եւ չարձագանքել դրանց։ Էլ ինչ կարող է անել քաղաքացին նման դեպքերից խուսափելու համար։ Մեդիափորձագետն ասում է. Սա խնդիրն արվում է, որ ինչ-որ տենց պաշտպանվելու մեթոդ գոյություն չունի, որովհետև եթե տենց-որ մեթոդ լինում է, բնականաբար հանցագործները փորձում են շրջանցող գործիք կազմել, այնպես որ միակ մեթոդը դա մարդու գլուխն է։ Ինքը Մարտիրոսյանը գիտի երկու տուժածի մասին, որոնցից մեկը կորցրել է $100,000-ից ավելի գումար։